Արդեն 5-րդ օրն է հարևան Իրանի Իսլամական Հանրապետության երկինքը խաղաղ չէ, ինչի մասին փորձագետները ամիսներ շարունակ վկայություններ էին անում։ Այսօր տարածաշրջանի զարգացումների մասին պատրաստվում եմ զրուցել արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ, որը 2011-ից մինչև 18 թվականները եղել է քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ինչ է կատարվում Հայաստանից ընդամենը 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում։ Գիտեք, զարգացումների այս ընթացքը կանխատեսելի էր եւ խնդիրն անում էր թե ժամանակային առումով երբ դա տեղի կունենա, քանի որ Իրանի հակընդդեմ ուժերը բավականին երկար ժամանակ պատրաստվում էին այս գործընթացներին եւ դեռ ես կարող եմ նշել, որ անգամ 2004 թվականից սկսած են այս գործընթացները սկսվել տարբեր շերտերով իրականացվել եւ ես ի նկատի ունեմ Հարիրիի իսպանությունը եւ դրանով փաստորեն Լիբանանը գլխատելը եւ Լիբանանից սկսած պրո-արաբական կամ պրո-իրանական ուժերի թուլացումը եւ նրանց հնարավորությունների չեզոքացումը։ Մենք տարիների ընթացքում տեսել ենք այդ զարգացումները, որոնց խտացումը տեսանք անցյալ տարի Գազայում փաստորեն ցեղասպանական գործողությունների իրականացմամբ դեռևս 23 թվականի հոկտեմբերի 7-ից սկսյալ եւ այնուհետեւ մենք տեսանք Լիբանանի վրա հարձակումները Հեզբոլլահին թուլացնելու նպատակով Սիրիայում ահաբեկիչների միջոցով նույն արևմուտքի ձեռքով ծնված եւ աճեցված ահաբեկիչների միջոցով, որոնք հանգրվանել էին Թուրքիայում եւ Թուրքիայից դեռևս 14 թվականին կհիշեք Քեսաբով սահուն կերպով անցում կատարեցին դեպի Սիրիա, ստեղծելով այսպես կոչված իսլամական պետությունը, որը նպատակ ուներ բացարձակապես նոր Աֆղանստան ստեղծել Սիրիայի տարածքում եւ նրանց հաջողվեց Ասադի վարչախմբին խաբելով իրենց ներքին թերությունները օգտագործելով հաստատորեն իշխանապողության հասնել եւ իշխանության ղեկին զետեղել մի խմբակի, որոնք սպասարկում են արևմտյան եւ թուրք-իսրայելական շահերը այս պարագայում։ Այսինքն ամբողջ խնդիրը դրված էր Իրանը շրջափակել թշնամական ուժերով եւ Անակոնդայի սկզբունքով խեղդել Իրանը։ Այդ նպատակին ներծառայում նաեւ Արցախի 44-օրյա պատերազմը, դրանում կազմակերպված եւ փաստացիորեն համաձայնեցված պարտությունը եւ որին հաջորդեց մենք տեսանք Ադրբեջանի կողմից իսրայելական տարբեր հետախուզական ծառայությունների զետեղում Արցախի օկուպացված տարածքներում, այնտեղ բազմաշերտ մայրուղիների եւ ռազմական օդանավականի կառուցումի տարածքում, այսինքն հսկական ֆինանսական ներդրումներ մի տարածքում, որը բացարձակորեն անմարդաբնակ է այս պահին, այսինքն ակնհայտ էր, որ այդտեղից հարձակում է նախատեսվում Իրանի հյուսիս, երբ որ համապատասխան իրավիճակը եւ պայմանները լինեն։ Եվ այս իրավիճակում փաստացիորեն հարձակումը նախատեսվում էր արդեն սիրիական գործողություններից անմիջապես հետո, սակայն դրան ժամանակային առումով որոշակի խոչընդոտ հանդիսացան Ամերիկայում նախագահական ընտրությունները, որոնք իրենց համար անսպասելի արդյունքի բերեցին եւ հետաձգեցին ծրագրի իրականացումը։ Թրամփի վարչախմբի իշխանության գալուց հետո փորձում էին բերել բանակցությունների դաշտը։ Խնդիրն անում է, որ Թրամփի վարչակազմում երկու թեւ գոյություն ունի՝ բազեների եւ այսպես ասած աղավնիների թևը։ Թրամփը ինքը չի ուզում որևէ ակտիվ պատերազմական գործողությունների մեջ ներքաշվի, Տարարում են։ Այո, եւ խնդիրն անում է, որ Թրամփի հիմնական նպատակը եւ դա եղել է նաեւ այն խմբերի աջակցությունը Թրամփին, որոնք հեռահար նպատակներ, այլ հեռահար նպատակներ են հետապնդում։ Նպատակը եղել է որոշակի այսպես դադարի գործընթաց ստանալ, պաուզային վիճակ ստանալ, որը հնարավորություն կտա Միացյալ Նահանգներին ոտքի կանգնելու, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու,
իր սասանված աշխարհաքաղաքական հեղինակությունը որպես արևմուտքի փաստացիորեն առաջավոր պետություն որոշակիորեն վերականգնելու, իրենց պարտքային այդ հսկայական կուտակված բեռը որոշակիորեն թեթևացնելու եւ նորից վերականգնելու աշխարհում թելադրողի իրենց կեցվածքն ու պահվածքը։ Բայց այն գործողությունները, որ Թրամփի վարչակազմը փաստացիորեն սկսեց իրականացնել հենց այդ նպատակով, հակադարձության արժանացան մյուս թևի ներկայացուցիչների, որոնք բնականաբար տասնամյակներով իրենց էլիտային դիրքերը ապահովել էին այդ հասարակության մեջ եւ ոչ միայն այդ, այլև արևմուտք կոչված ամբողջ կոնգլոմերատի մեջ եվրոպական, նույն ճապոնական, նույն հարավկորեական, նույն ավստրալական, նորզելանդական, կանադական այդ ամբողջ համախումբ միավորի մեջ եւ նրանք բացարձակապես ցանկություն չունեն որևէ ձևով իրենց դիրքերը զիջելու եւ այս պարագայում Թրամփի վարչախմբի պաշտոնը ստանալուց հետո իրականացված գործողությունները որոշակիորեն հետաձգեցին գործընթացները, բայց կհիշեք մարտ ամսին Թրամփը հեռացրեց իր ազգային անվտանգության խորհրդականին, այո, եւ արտահոսած տեղեկություններով դուրս եկավ, որ նա փաստորեն ի թիվս այլ անձանց ընդհատակյա գործընթացներով Նեթանյահուի եւ նրա վարչախմբի հետ կազմակերպում էին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու սցենարը, որը հակառակ էր Թրամփի ցանկություններին եւ նրան հեռացնելով Թրամփը փաստորեն փորձեց առաջ տանել իր այսպես կոչված խաղաղության ինչ-որ մի դերակատարի այո, միջնորդի դերակատարի եւ խաղաղության հասնելու բանագնացի միջոցով խաղաղության հասնելու իր ծրագիրը, որը ի սկզբանե տապալման էր ենթակա, քանի որ նրա առաջադրած պայմանները դրանք ուղղակի կապիտուլատիվ պայմաններ են, որը որևէ պետություն իրեն հարգող չէր կարող դա ընդունել, որտեղ դա նախ հակասում էր ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության դրույթներին, նաև միջուկային զենքի չտարածման մասին կոնվենցիայի դրույթներին, որին անդամ է թե Իրանը, թե Միացյալ Նահանգները, եւ այս պարագայում փաստորեն Իրանից պահանջում էին վերջնագրային ձևով եւ վերջնաժամկետ ներկայացնելով սեփական պետությունը զինաթափելուն համաձայնություն, որը բնականաբար այդ իշխանությունները չեն կարող որևէ կերպ համաձայնել։ Եվ խնդիրն անում է, որ Նեթանյահուի վարչակարգը ինքը չի կարող այսօր ընդունել պարտության իր դիրքերը, որտեղ դա բերում է իրեն ֆիզիկապես պատասխանատվության ենթարկելու հանգամանքի, որը բնականաբար ինքը ցանկություն եւ դրանից դուրս գալու միակ միջոցը առաջ տանելու Իրանի հանդեպ ռազմական գործողությունների իր ծրագիրը, որին նա հանձնառու է եղել տասնամյակներ շարունակ եւ դեպի որը նա աշխատել է մինչ օրս եւ այդ ամբողջ ծրագիրը մերձավոր արևելքը վերաձևելու նաեւ նպատակ ուներ Իրանը կազմաքանդելու, որի մաս է ցավոք սրտի նաեւ մեր իշխանությունները այդ ծրագրի որոշակի բրույթներ։ Իսկ ասեք Նեթանյահուի վերջին օրերի հայտարարություններին մենք տեսնում ենք, որ Իսրայելի վարչապետը բաց տեքստով կոչ է անում ԱՄՆ-ին միանալ իր ռազմական գործողություններին։ Խնդիրն անում է, որ իրենք հույս ունեին բլիցկրիգային ինչ-որ մի սկզբունքով Իրանը փաստորեն թե Իրանի արկա ռազմական հնարավորությունները ոչնչացնել կամ գոնե թուլացնել այնքան, որ դիմադրություն հնարավոր չլինի եւ նաեւ ներսից պայթեցնել հանրային ըմբոստություն առաջացնելու միջոցով, որը հակառակ պատտվեց փաստացեն։ Նա Իրանը ցույց տվեց, որ իր կարողությունները թերագնահատված են եւ Իսրայելի կարողությունները այդ իր երկաթե գմբաթ կոչվածի առումով խիստ գերագնահատված են եւ այսօր փաստաթիորեն Իսրայելը չի հասել ակնհայտ է, չի հասել այն նպատակին, որ նախ ներսում իշխանափոխության հնարավորություն ստեղծվի Իրանում, հակառակը ժողովուրդը համախմբվում է իր առաջնորդների շուրջ եւ շատ լավ հասկանում է այս ծրագրի ամբողջ հեռահար նպատակը եւ նաեւ իրենց չի հաջողվել, թե տարբեր կողմից փորձում են այդ հրահրիչ դերը կատարել տարբեր էթնիկ խմբերի
ներսում անջատողական շարժումները ակտիվացնել։ Պատահական չէ, որ Ադրբեջանից հնչում էին տարբեր խոսույթներ իբրև թե ազերիներին, ատրպատականի ազերիներին ուղված, մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ 20 միլիոն է, բայց խնդիրն անում է, որ նրանք նախ էթնիկորեն տարբեր միավորներ են, միայն լեզվական առումով ընդհանրություն են, բայց խնդիրն անում է, որ այնտեղ սարսափելի մեծ քանակով թուրքական գործակալական ներկայություն կա, մեծ ծավալով, բացի իսրայելական Մոսադի գործակալական ցանցից։ Այսինքն Իրանը առաջի անակնկալ հարվածից հետո շատ արագ կարողացավ վերախմբավորվել, հակահարված տալ եւ մենք տեսնում ենք այս անցնող ժամանակին զուգահեռ, որ Իրանը շատ ավելի համակարգված սկսել է ներսի գործակալական բջիջների ոչնչացման գործընթացը, նրանց վերհանման եւ վերացման, որոնք փորձում էին ներսում, ինչպես մենք տեսել ենք ուկրաինական տարբերակով, ահաբեկչական գործողություններ իրականացնելու միջոցով ոչ միայն վերացնել ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ գիտնականներին, որոնք կանգնած են ուրանի ուսումնասիրությունը, միջուկային էներգիայի ուսումնասիրությունը, ոչ միայն միջուկային էներգիային, այլ բալիստիկ հրթիռ, այսինքն ամբողջ այդ հրթիռային համակարգի զարգացման ծրագրերի հիմքերում նրանց ուրեմն ոչնչացնելու եւ մյուս կողմից էլ նաեւ հանրային դժգոհությունը այդ ռազմական գործողությունների առումով աճեցնելու համար, սակայն իրենք կարծում եմ սխալ են գնահատում իրանական հասարակության մտածելակերպը եւ այստեղ է, որ նրանք իրոք արդեն իսկ ծախողել են եւ պատահական չէ, որ այս պահին Նեթանյահուն կոչ է անում նահանգներին խիստ ակտիվ աջակցություն ցույց տալ, որտեղ իրենք հասկացել են, իրենք շատ լավ գիտեն իրենց կորուստները եւ շատ լավ գիտեն իրենց թերությունների ուրեմն աստիճանը եւ ծավալը եւ իրենց հիմնական ռազմամթերքը գայս է Միացյալ Նահանգներից, հետազոտական տեղեկատվությունը ակտիվ գործում է նահանգների եւ Մեծ Բրիտանական հետախուզության հետ, այսինքն նրանք բոլոր թելերով շահկապված են եւ մեկը առանց մյուսի չի կարող գործել։ Պատահական չէ, որ այսօր արդեն տեղեկատվություն տարածվեց, որ նահանգներից օվկիանոսը կտրել են եւ իբրև թե ՆԱՏՕ-ի զինավարժություններին մասնակցել նպատակով 50 վերալիցքավորիչ ինքնաթիռներ են բերվել Եվրոպա եւ բոլորի համար ակնթարթ է, որ դրանք բերվել են նախապատրաստելով Իրանի դեմ օդային շատ ուժեղ հարվածի, դա լինելու է այն վերջի փորձաքարը գոնե այս էտապում, վերջի փորձակարը, որը պիտի հաղթահարի Իրանը, իրենք ենթադրում են, որ իբրև թե իրենք հոբ համակարգերը իրանական ոչնչացրել են, բայց ակնհայտ է դառնում վերջի ուրեմն Թեհրանի վրա ուղարկած հրթիռներից եւ այլն, որ բավականին լավ աշխատում են այդ հոբ համակարգերը, հիմա արդեն վերջի փորձն են անելու իրենց ամերիկյան ձեռագրին համապատասխան, որը մենք տեսել ենք թե Իրաքում, թե Լիբիայում, թե Աֆղանստանում, այսպես համատարած ռմբակոծություններ, որը ուղղակի անխտիր ռմբակոծության հետևանքով տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչություն, թե ռազմական օբյեկտներ եւ զուտ նպատակ ունի ուղղակի հողին հավասարեցնելու ամբողջը։ Իրենք հիմա փորձ են անել դա իրականություն դարձնել եւ դա շատ երկար սպասեցնել չի տա, որովհետեւ թե Նեթանյահուն նշում էր, որ իրենք երկշաբաթյա ծրագիր ունեն, բայց ակնհայտ է, որ այս ծրագիրը իրենց նախանշած ձևով եւ ժամկետներով չի աշխատում։ Ըստ ձեր մասնագիտական հաշվարկների, որքան կարող է տևել այս ռազմական բախումները, որը փաստացի չհայտարարված պատերազմ է։ Գիտեք, սա արդեն ճիշտ է, սա արդեն հայտարարված պատերազմ է, փաստորեն ղեկավարի մակարդակով, Նեթանյահուի մակարդակով հարձակում է իրականացվել, այսինքն այլ կերպ չի լինում, պատերազմ հայտարարելը։ Եվ սա իմ վերլուծություններով այս պահին իրենք, ինչպես նշեցի, փորձ կանեն այդ օդային հարվածների միջոցով փոխելու իրավիճակը հօգուտ իսրայելական կողմի, որը ես ենթադրում եմ չի ստացվելու, որտեղ իրանական կողմը նախ շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը եւ կարծում եմ դեռ պահուստներում ունի չօգտագործված միջոցներ, որոնք անակնկալներ են մատուցելու թե Իսրայելին, թե նրա հետևում այսպես վահանի պես կանգնած Միացյալ Նահանգներին, սակայն սպասենք տեսնենք, բայց դա երկար սպասել չի տա։ Եվ ես կարծում եմ, որ դրանից հետո բանակցություններ կգնան գոնե առժամանակ ռազմական գործողությունները դադարեցնելու առումով։ Մինչև
Իմ հաշվարկներով մենք դա այս շաբաթվա վերջ արդեն շատ ավելի ջրերը կպարզվեն եւ հասկանալի կլինի որ կողմն է շրջվում։ Եթե Աստված մի արած թե իրանական կողմը թուլացած կերպով հանդես եկավ, այսինքն մենք տեսանք բացասական զարգացումներ, ուրեմն մեր երկրում պետք է պատրաստվեն ռազմական հարձակման։ Դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, հիմա փորձենք ճակերտները ավելի բացենք եւ բացատրեք թե վատագույն եւ համեմատաբար ավելի վատ սցենարների դեպքում ինչ տեղի կունենա Հայաստանի հետ եւ ինչ է կախված Հայաստանից, ինչ կարող է անել կամ ինչ քայլերի պետք է դիմել, որ գոնե կարողանա բալանսի վրա իր բալանսի վրա դնելու որևէ ցանկություն Հայաստանի իշխանությունների կողմից չկա եւ այստեղ տանջատենք Հայաստան պետությունը Հայաստանի իշխանության ղեկին գտնված խմբակից, հա, որտեղ այստեղ խմբակն է իր ծրագիրը իրականացնում, որը թելադրվում է ուրեմն թուրք-ադրբեջանական կողմից եւ ծառայեցվում է արևմտյան գլոբալ ծրագրին, որը նպատակ ունի ընդհանրապես տիրապետելու Կասպյան եւ միջինասիական ռեսուրսային բազային այստեղ պանթուրանական ուրեմն միջանցք ստեղծելու միջոցով կազմաքանդման վեկտորները տանել թե դեպի Իրան, թե դեպի Ռուսաստան։ Փաստացիորեն այսօր իրենք փորձելու են մեր դաշտում իրականացնել երկրորդ ճակատի գաղափարը։ Թե Ռուսաստանի դեմ, թե Իրանի դեմ, որը երկուսի համար էլ դա վճռորոշ է լինելու եւ շատ բացասական հետևանքներով լի։ Հետ գնանք ոչ շատ կարճ ժամանակ առաջ մենք տեսանք մեր կառավարության ղեկին նստած անձի այցը Էստոնիա եւ հետո տեղեկատվություն արտահայտվեց, որ նա այնտեղ Մեծ Բրիտանիայի հետախուզության պետի Մուրի հետ էր հանդիպել։ Դրան հաջորդեց ուրեմն Ալբանիայում այն սուրճի սեղանը հեծած վիճակում բանակցությունները իբրև թե, սակայն հասկանալի է, որ այնտեղ ծրագրային քայլերի համաձայնեցում էր իրականացվում, որին հաջորդեց մեր առաքելական եկեղեցու դեմ հարձակումները։ Եվ այսօր մենք արդեն գոնե այսօրվա վիճակով հայտարարված տեղեկատվություն կա, որ նախապատրաստվում է այդ անձի այցը Թուրքիա եւ պատահական չէ այս ժամկետներում դրա իրականացումը զուգահեռաբար Նախիջևանում ռազմական վարժանքների իրականացում եւ անցվա վերջ։ Այսինքն այս ժամկետային համադրումները նույն իսրայելա-իրանական գործողությունների ժամկետների հետ պատահական չեն։ Ինչ է իրականում նախատեսվում, որը ես ենթադրում եմ, որ չի իրականանալու այն ձևով, ինչ որ իրենք ուզում են եւ Աստված տա, որ իմ կանխատեսումը տվյալ պարագայում իրականություն դառնա։ Ուրեմն նախատեսվում էր, որ առաքելական եկեղեցու հանդեպ այս իրենց հարձակումների վայրի միջոցով իրենք կկարողանան ներհանրային պառակտում եւ բախումներ առաջացնել, որը իրը իբրև թե հանդարտեցնելու համար իրենք կկարողանային սահմաններից զորք տեղափոխել ուրեմն մայրաքաղաք, ճիշտ մարտի 1-ի իրենց նկարագրածը, որը իրականության հետ որևէ աղերս չուներ, բայց իրենք դա այդ ծրագրի մասն է կազմում եւ որը փաստացիորեն նկարագրվել էր եւ մտմտվում էր որպես տարբերակ Արցախի հետ կապված դեռևս 18-19 թվականներին եւ դա նկարագրված է այս իշխանության ղեկի նստած անձի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղարկած նամակում, որը այսպես կեղծ հորդորճվեց առանց հիմնավորումների, բայց նրա մեջ նկարագրած ամեն ինչը բացարձակորեն իրականություն դարձավ եւ հիշեցնեմ մեր հանրությանը, որ ժամանակին այս հեղափոխության պահապանների կորպուս էին ստեղծում, հա, որը պետք է զինվեր, պատրաստվեր եւ պատրաստներ հանուն հեղափոխության կանգնելու եւ պայքարելու դրա դեմ հանդես եկողներին, այսինքն այդ հանրային բախումները, հա, ազգային բախումները հրահրելով նրանք փորձելու են թուլացնել սահմանները, այսինքն նորից կազմակերպված պարտության գաղափարը մեջտեղ է բերում ինչ նպատակով, որպեսզի այդ միջանցք կոչվածը ի վերջո տրվի, հա։ Ինչու է կարևոր այս միջանցքը, որովհետև Ադրբեջանի կողմից Իրանի դեմ գործողությունների պարագայում պետք է սպառազինությունների եւ մարդուժի տեղափոխման հնարավորություն լինի, իսկ դա Վրաստանով հնարավոր չէ, քանի որ Վրաստանը իրենց համար դարձել է անվերահսկելի պետություն այդ հավատարմության տեսակետից։
Հայաստանի իշխանությունները հանձնառու են դա կատարելու եւ պատահական չէ որ այս իշխանության ղեկին անձը փաստացիորեն այս օրերին նախատեսում է հանկարծ Թուրքիա գնալ ինչ որ մի բան բանակցելու, մեր քշնամի պետություն գնալ բանակցելու, որի հետ ոչ մի նորմալ հարաբերություն չունենք եւ որը ամեն մի քայլի եւ խոսքային մակարդակով եւ գործնական մակարդակով սպառնալիքներ հնչեցնում մեր պետության, մեր ազգի հանդեպ։ Եվ այստեղ գալիս է մի ենթադրություն, որ ուղղակի հաջորդող քայլերի եւ գործողությունների համաձայնեցում է գնալու եւ դրա դիմաց նա փորձելու է ստանալ ինչ որ մի, չգիտեմ, սահմանի բացում կլինի, թե ինչ կլինի, որը հետագայում նա փորձի օգտագործել Հայաստան պետության կողմից եւ հայ ժողովրդի կորուստների ու զիջումների գնով ինչ որ մի դրական զարգացում ստանալ, որը հետո կարողանա իբրև թե օգտագործել ընտրություններին։ Սակայն սրա համար խիստ կարևոր է այս քայլերին գնալու, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից իրենց հանձնառություններն Իրանի դեմ գործողություններ իրականացնելու, դրան գնալու համար խիստ կարևոր է Իրանի թուլացածությունը, որը ես կասկածում եմ, որ այս պարագայում կլինի եւ նաեւ այստեղ ես ենթադրություն ունեմ, որի մասին ճիշտ է չի խոսվել, բայց ինձ թվում է դա անբաժան մասն է եղել Թրամփ-Պուտին խոսակցությանը վերջի եւ կարծում եմ որ Պուտինը որոշակի ազդակներ է փոխանցել Թրամփին, որ այս տարածաշրջանում արկածախնդրության չգնա։ Տեսեք, սրանք այս պահին ամեն դեպքում եզրակացություններ են կամ կանխատեսումներ են, որ բառոզեն կարող ենք ընտրել այս պարագայում, թողնում եմ ձեզ, բայց մենք այս պահին դիտարկում ենք տարբեր սցենարներ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ Ես հարցի այս մյուս կողմից եմ ուզում մոտենալ, եթե լինեին այլ իշխանություններ եւ կատեգորիկ առումով այլ տրամաբանորեն այլ մոտեցումներով, ինչ քայլերի կարող էին դիմել նրանք, ինչ մոտեցումներ կուվենան։ Նախ եթե լինեին այլ իշխանություններ, բնականաբար մենք այս անվտանգային սպառնալիքների ներքո չէինք լինի։ Երկրորդ, անմիջապես սահմանային գոտիներում լրացուցիչ ամրացումներ եւ լրացուցիչ ուժեղացումներ կիրականացվեին, թե 20 թվականի պատերազմից հետո։ Այո, ոչ միայն, նաեւ հենց այս պահին, գումարած շատ ակտիվ բանակցություններ կսկսվեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի հնարինս ուժեղացված ներկայություն այստեղ լիներ, հանրային զգոնությունը կբարձրացվեր հնարավոր ներքին գործակալական եւ դիվերսիոն ցանցերի կողմից այստեղ հնարավոր գործողություն, ինչպես մենք տեսանք Իդեպ քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը, որ պետք է խուսափել Հայաստանում Իրանի դեսպանության տարածքը այցելելուց եւ Կապույտ մզկիթ այցելելուց, հենց տալքին։ Ես չգիտեմ, բայց այստեղ մենք շատ լավ գիտենք, որ ուղղակի բխտում են այդ ամենահեշտ ձևով, թե Թուրքիայից, թե երևի աշխարհի որևէ անկյուն չկա, որից այստեղ բխտացող գործակալներ չլինեն եւ չի բացառում ահաբեկչական ինչ-որ գործողություններ փորձել անել այդ ներքին խժդժությունները հրահրելու նպատակով եւ այս պարագայում մենք պետք է ամենայն զգոնությամբ լծվենք եւ թույլ չտանք որ մեր թշնամիները մտածեն որ կարող են Հայաստանի վրա հարձակումը օգտագործել որպես երկրորդ ճակատ բացելու առիթ թե եւ խնդիր առաջացնել թե մեր դաշնակից Ռուսաստանի եւ թե Իրանի համար բայց մենք տեսնում ենք դրան բոլորին հակառակ գործողություններ, ինչը գայս է վկայելու, որ ուղղակի մեր իշխանությունները հերթական անգամ սպասելու են այդ մեծ անգլոսաքսոնական աշխարհաքաղաքական վերաձևումների ծրագիրը սեփական հեգեմոնիան պահպանելու եւ նեոգաութատիրական նկրտումներով այդ ռեսուրսային ամբողջ տիրապետությունը ապահովելու համար, քանի որ իրենք արդեն քանի տարի է ճգնաժամային իրավիճակում մեջ են գտնում եւ բացի ուրիշից շորթելու եւ կորզելու այլ տարբերակ չգիտեն փաստաթիորեն սեփական բարեկեցությունը ապահովելու համար եւ այստեղ մենք այդ խնդիրներն ունենք սակայն մեր վտանգը եւ սպառնալիքը առաջինը գայս է ներսից մեր իշխանությունների կեցվածքից պահվածքից եւ նրանց փաստացի արկա հանձնառություններից, որոնցից նրանք խուսափել այս պահին չեն կարողանում, քանի որ իրենց գործողություններով եւ խոստումներով իրենց եւ թակարդն են գցել եւ մեզ էլ իրենց հետ թակարդը գցել։
այս պահին մենք այդ սպառնալիքների կծիկում ենք գտնվում, այսինքն վառոդի տակառի վրա ենք նստած, որին ուղղակի արդեն այդ ֆիլտրը, այո, միացված ֆիլտրը արդեն վառվել է եւ խնդիրը նրանում է թե ինչ ժամկետներում դա կհասնի մեզ, քանի որ ամենապատեհ խայծը փաստացիորեն երկրորդ ճակատ ստեղծելու Հայաստան պետությունն է։ Հայաստանի վրա հարձակումով Ադրբեջանի կողմից նման հարձակում իրականացնելու պարագայում բազմիցս նշել եմ, Ռուսաստանը դրվում է շատ երկակի իրավիճակի մեջ, իր պայմանագրային հանձնառությունները կատարելու պարագայում նա փաստացիորեն ներքաշում է ռազմական գործողությունների մեջ, նշանակում է այստեղ երկրորդ ճակատ բացել։ Չկատարելու պարագայում իշխանություններին տալիս է արդարացված պատրվակ, որպեսզի իրենք դուրս հրավիրեն 102-րդ ռազմաբազան եւ Ռուսաստանին ռազմական ներկայությունը վերացնեն Հայաստանից, փաստացիորեն Հայաստանը բացարձակապես մեր կուանզեն թողնելով մեր թշնամիների համար, ինչը վերջնական նաեւ նպատակն է եւ այդ նպատակին է ծառայում նաեւ բանակի ամենատարբեր շերտերում թուլացման ուղղված գործընթացը, նաեւ վերջի այս օրինագիծը, որը Փառք Աստծո որ մերժվեց, բայց իր հեռահար նպատակը դա է։ Երկրորդը նույն Իրանի պարագայում այդ հարձակումը Ադրբեջանի կողմից, եթե իրանական կողմը հակադարձում է կամ ինչ-որ գործողություն է անում, փաստորեն Իրանը բացում է երկրորդ ճակատ հյուսիսից իր համար, որտեղ Ադրբեջանը դա կարող է որպես պատրվակ օգտագործել արդարացնելու իր գործողությունները, իսկ միջամտելու պարագայում փաստորեն թուրքական օղակով շրջապատված է լինում, էլի կորուստ է ունենում եւ այդտեղից արդեն ուղիղ հարվածի տակ դնում իր պետության ամբողջականությունը։ Եվ պատահական չէ, որ անգամ այս պահին այսպիսի վիճակում գտնվելով իրանական կողմը շարունակում է այդ բազմահազար զորքը պահել Հայաստանի հետ սահմանին եւ Ադրբեջանի հետ սահմանին։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հյուրընկալվեցիք։ Ես եմ շնորհակալ։